Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ձեր եթերում լրագրող Որյուն Սիմոնյանն է։ Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ, ապա նաև խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք ալիքին, հավանեք այս տեսանյութը եւ գրեք մեկնաբանություն։ Իմ զրուցակիցը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Քրիստոս հայրավի մեռելոց մեզ եւ ձեզ մեծ ավետից։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Քրիստոսի։ Պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցում էր զատկական տոնին, պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, պատարագիչը Անուշավան եպիսկոպոսն էր։ Ինչ է կարծում, այս Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը կանգ է առել, թե ավելի սրանալու է, նկատի ունենալով, որ աննախադեպ բանի են ականատես լինում, որ իրենց նախընտրական ծրագրում ամրագրել են կաթողիկոսին հեռացնելու դրույթը, այսինքն իրենք փաստացի խոստովանում են, որ սա կառավարության կողմից արվող, ուրեմն իշխանությունների կողմից արվող միջոցառում է եւ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում էր ինքը շարքային հավատացյալ է, դա ամենևին իրականությանը չի համապատասխանում։ Ես ճիշտ ասած չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչին է մասնակցել եւ չգիտեմ այդ արարողությունը, որ տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մար եկեղեցում, մեր առաքելական Սուրբ եկեղեցու կանոնական պատարագ եղել, թե այլ տիպի միջոցառում, որովհետեւ Անուշավան Սրբազանի հանդիսապետությունը արդեն իր մեջ ռիսկեր է պարունակում, որովհետև Անուշավան Սրբազանը դա այն տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, ով միացել է Վեհափառ Հայրապետի եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին, շեղվել է կանոնական ուղուց եւ օրինակ նախորդ նրա մասնակցության պատարագում հրաժարվել է հնչեցնել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ինչը ծեսի պարտադիր պայմաններից մեկն է նաև այն պատարագ, սուրբ պատարագ համարելու համար։ Հետևաբար ես չգիտեմ այնտեղ կանոնական պատարագ է եղել, թե այլ տիպի միջոցառում, որովհետև եւ պատարագիչ եպիսկոպոսի եւ մյուս մասնակիցների ներկայությունը արդեն այդ միջոցառման, այդ արարողության խորհուրդը կասկածի տակ է դնում։ Եթե նրանք նախորդ տարիներին չէին մասնակցում պատարագներին, ապա ուզում եմ հասկանալ, թե այս ինչ հավատքա նրանց մեջ բուս է։ Պարզա որ դա իրենց մասնակցությունը իրենց քրիստոնեական հավատքի, ծեսի, խորհրդի օրվա տոնի հետ որևէ առնչություն չունի եւ իրենք փորձում են դա հերթական անգամ այդ քրիստոնեական համազգային տոնը, որովհետեւ իրենք գիտեն, որ այսօր 100,000-ավոր մարդիկ գնացել են եկեղեցիներ, հատկապես Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության տոնը, այդ երկու տաղավար տոները մեր ժողովուրդը առավել մեծ ցնծությամբ է տոնում, հաշվի առնելով նաև տոնի խորհուրդը նշանակությունը, հերթական անգամ դա փորձում են քաղաքականացնել, օգտագործել իրենց նենք դավադիր քաղաքական նպատակների, ծրագրերի համար։ Նրանք իմ կարծիքով հայ քրիստոնյաներ չեն, իմ ընկալումներում, եւ հակառակը նրանք մեր եկեղեցու թշնամիներն են։ Եվ ոնց որ դուք նշեցիք, քաղաքացիական պայմանագիր անվանումը կրող այդ խմբավորումը Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ պայքարը համարում է իր քաղաքական օրակարգի մասը եւ իրենց նախընտրական ծրագրում, որը արդեն հավանություն է արժանացել Ուսակցության համաժողովի կողմից եւ ներկայացվելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, այսինքն ըստ էության այն այլևս փոփոխել էլ հնարավոր չի, որովհետեւ համաժողովը նոր համաժողով պիտի գումարեն, որպեսզի այն խմբագրեն, փոփոխեն, դժվար թե դա լինի։ Իր մեջ դրել է այնպիսի նպատակներ, որոնք որ պետական մարմինների լիազորություններից դուրս են գտնվում։ Այսինքն ցանկացած քաղաքական կուսակցություն պետք է իր ծրագրերում նշի այնպիսի նպատակներ, որոնք հնարավոր է իրականացնել պետական իշխանության մարմինների կողմից, որովհետև այդ ծրագիրը պետք է հետագայում հիմք հանդիսանա կառավարության գործունեության ծրագրի համար, որը պիտի վավերացվի ազգային ժողովի կողմից։ Հետևաբար չի կարող այդ ծրագրում նշվեն ենթադրենք հակասահմանադրական, հակաօրինական նպատակներ եւ դրանցով նրանք ակնկալեն ժողովրդի իշխանությունը։ Օրինակ, ասենք չի կարող որևէ կուսակցություն նպատակ դնի, որ իրենք ուզում են, ցանկություն ունեն
բնաջնջել, ցեղասպանության ենթարկել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից մեկին։ Այսինքն այտենց նպատակ որևէ քաղաքական կուսակցություն իր առջև չի կարող դնել, որովհետև ցեղասպանությունը հանցագործություն է, օրենքով արգելված գործունեություն է եւ չի կարող կուսակցությունը իր առջև նման նպատակ դնել եւ գնալ գրանցվել կենտրոնական ընտրական հանձնաժողովում մասնակցել ընտրությունների, ընտրվելուց հետո էլ ասել դե գիտեք ինչ մենք այդպես նպատակ ենք դրել մեր առջև։ Ժողովուրդը իր քվեն տվել է, դրա համար էլ մենք ժողովրդի կամք ենք կատարում, ցեղասպանություն ենք իրականացնում։ Այսինքն դա ապօրինություն է։ Ցանկացած այլ օրինակ կարելի է բերել։ Հիմա նույնը սա է, այսինքն եկեղեցու պետության հարաբերությունները սահմանադրությամբ եւ օրենքներով կարգավորված հարաբերություններ են եւ իրենց դրած նպատակները հակադիր են մեր երկրի սահմանադրությանը եւ օրենքներին։ Հետեւաբար միայն այդ կետը իրենց ծրագրի հիմք է, իմ կարծիքով, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքացիական պայմանագիր անվանումով քաղաքական ուժի չգրանցի ընտրությունների մասնակցելու համար, այսինքն չպետք է թույլ տալ նախոր նրանք մասնակցեն ընտրությունների, եթե իրենց առջև դրել են հակասահմանադրական, հակաօրինական նպատակներ։ Իսկ նրանց այդ նպատակների մեջ ոչ միայն կաթողիկոսի փոփոխության ապօրինի նպատակադրումն է, ինչի իրավունքը նրանք նույնպես չունեն, այլ նաև հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության փոփոխության, եկեղեցու ներքին փոխհարաբերություններին առնչվող խնդիրների միջամտության հետ կապված նպատակներ են, ինչը որ հակասահմանադրական ու հակաօրինական, այսինքն միայն դա բավարար է, որպեսզի քաղաքացիական պայմանագիր անվանումով խմբավորումը ընտրություններին չմասնակցի։ Եվ կարծում եմ, որ կլինեն քաղաքական ուժեր, որպեսզի այդ հարցում լինեն հետևողական, դիմեն կենտրոնական ընտրական հանձնաժողով հիմիկվանից կանխելու համար այդ խմբավորման գործունեությունը։ Իսկ որ այդ նպատակները դրանք ոչ թե բխելու են հայ ժողովրդի շահերից, հակառակը դրանք մեր ժողովրդի շահերի դեմ են։ Դրանք ադրբեջանա-թուրքական շահերից բխող նպատակներ են եւ անկախ դրանից թե ինչ որոշում կկայացնի հետագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավական ինչ պրոցեսներ պետք է լինեն, ամեն մի հայ մարդ պիտի հասկանա, որ քվեարկելով քաղաքացիական պայմանագիր խմբավորման օգտին իրենք դեմ են քվեարկելու հայաստանյան առաքելական եկեղեցու օգտին։ Սա արդեն հստակ իրենք են դա սահմանում, այսինքն նման նպատակներ սահմանելով իրենք դուրս են եկել մեր եկեղեցու դեմ եւ օրինակ այսօր եկեղեցի այցելած որևէ մարդ արդեն վստահ պիտի ասենք, որ ինքը քաղաքացիական պայմանագիր խմբավորման օգտին չի քվեարկելու, որովհետեւ եթե նրանք այս տարի քվեարկեն այդ խմբավորման օգտին, նշանակում է եկող տարի Սուրբ Զատկի տոնին նրանք այլևս եկեղեցի գնալու հնարավորություն չեն ունենալու։ Նրանք կարող է գնալ, տեսնեն եկեղեցիները փակված է։ Ու Նիկոլ Փաշինյանն ասի, գիտեք ինչ, դուք եք այտենց ուզում, բայց մենք մեր ծրագրում գրել ենք, որ այտենց բաներ ենք անելու, այսինքն եթե մարդիկ գնան եւ ընտրեն քաղաքացիական պայմանագիր խմբավորմանը, եկող տարի արդեն իրենք իրանց կզրկեն եկեղեցական որևէ տոնի, այդ թվում նաև Սուրբ Հարության տոնի, Զատկի տոնին պատարակի գնալու հնարավորությունից։ Եթե գնա տեսնեն եկեղեցի դռները փակ է, ինչ պիտի ասեն։ Պիտի բողոքեն, ընդվզեն։ Նիկոլ Փաշինյանն կասի, դուք եք դա ցանկացել։ Ես իմ նախընտրական ծրագրում գրել էի, որ դա պիտի լինի։ Եթե գնացել եք կողմ եք քվեարկի, ուրեմն դուք եք դա ուզել, ձեր ցանկությունն են կատարել։ Կարող է միգուցե այն մարդը չի քվեարկել, բայց մեծամասնությունը գնացել է մեզ քվեարկել, բաներ ասելու։ Դրա համար այսօր եկեղեցի գնացած ոչ մի մարդ քաղաքացիական պայմանագիր խմբավորման պիտի չընտրի։ Հակառակ դեպքում նորից եմ կրկնում, եկեղեցին կործանվելու է, բայց իրաց նպատակն է, գրել են մարդիկ։ Ես իրանց գրածը տենց եմ հասկացել, ու տենց է ալնելու։ Հակառակ դեպքում ինչ գործ ունի քաղաքական կուսակցությունը կոնկրետ թիրախավորի մի եկեղեցու։ Չի գրում է կրոնական կազմակերպությունները սենց են դնելու, պետության քաղաքականությունը, կրոնի ոլորտում է սալնելու, ազատ են ելնելու եկեղեցիների կամ կոնկրետ թիրախավորումը, կոնկրետ եկեղեցու։ Այո։ Դա արդեն մարդիկ պիտի հասկանան, այսօրվա եկեղեցի գնացողներից ոչ ոք, ով որ այսօր գնացել է եկեղեցի կամ ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել գնալու, բայց հոգեխորհուրդը կապված է այսօրվա տոնի հետ, նրանք այլևս պարզ է ինձ համար, որ նրանք պիտի քաղաքացիական պայմանագիր խմբավորմանը չընտրեն։ Առավել ևս, որ իրենք ունեն ընտրության մեկ այլ հնարավորություն, որ առաջադրված մյուս թեկնածուներից մեկը
Իդեմը Սամվել Կարապետյանի Հայաստանի ծառայական եկեղեցու ամենամեծ բարերարն է։ Այսինքն փաստացի մենք այսօր հնարավորություն ունենք ընտրություն կատարելու եկեղեցու դեմ պայքարող խմբակի եւ եկեղեցուն մինչ այժմ ամենամեծ աջակցություն ցուցաբերած բարերարի հետ։ Հիմա այս հայ առաքելական եկեղեցու հավատացյալները ում պիտի ընտրեն։ Պարզապես ընտրեն եկեղեցու բարերարին, չէ՞։ Այսինքն նա է օգնում, որպեսզի եկեղեցիներ կառուցվեն, նա է օգնում, որ եկեղեցին բնականon գործունեություն ունենա, պայմաններ ստեղծվի եկեղեցու համար, եկեղեցապատկան նոր կառույցներ ստեղծվեն։ Նա էլ ասում է գալիս եմ սա փակ է։ Հիմա մարդիկ եթե չեն ուզում, որ մենք եկեղեցի ունենանք, դի գնան ընտրեն Նիկոլ Փաշինյանին, եթե ուզում են պահպանվի Հայաստանի ծառայական սուրբ եկեղեցին եւ իրանք այնտեղ գնալու հնարավորություն ունենան, իրանք հնարավորություն են դրա փոխարեն ընտրեն միանգամից Սամվել Կարապետյանին, նրա առաջնորդած դաշինքին։ Վեհապար Հայրապետը իր այսօրվա պատարագի ընթացքում հիշատակեց Արցախ աշխարհը։ Հիմա կարող ես դրա համար պատերազմը սկսի, պարոն Ղազարյան։ Իհարկե դրա համար պատերազմ չի սկսվի եւ ընդհանրապես Արցախը մեր հիշողության մեջ պահելով, Արցախի գերության մասին մեջտապես բարձրաձայնելով խոսելով, դա պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի սուրբ պարտքը, որովհետեւ գիտեք ինչ համեմատություն կարող եմ բերել։ Այսինքն եթե մեր հարազատ մեկը հայտնվում է բանտում կամ գերության մեջ կամ վատառողջ է, հիվանդ է, տկար է, հայտնվում է հիվանդանոցում։ Մենք մյուս հարազատներս, ովքեր որ առողջ են, փրկված են, ոտքի վրա են ապրում են, ինչ ենք անում, մոռանում ենք դրա մասին։ Թե հակառակը ավելի մեծ սրտացավություն ենք ցուցաբերում, ավելի մեծ ուշադրություն ենք ցուցաբերում, ավելի մեծ հոգատարություն ենք ցուցաբերում, չէ՞։ Եվ մտածում ենք, թե ենթադրենք մեր հարազատը երբ բանտից կազատվի, գերությունից կազատվի, որ մենք նրան նորից տեսնելու, վայելելու, նրա հետ շփվելու հնարավորություն ունենանք։ Տենց են չի անում։ Հիմա մեր Արցախը հայտնվել է գերության մեջ։ Այսօր Արցախի հարյուրավոր եկեղեցիներում, վանքերում սուրբ պատարագ չի հնչել։ Մեր եկեղեցու սպասավորները այնտեղ ծես չեն մատուցել։ Հայերը իրենց հազարամյա եկեղեցիներ այցելելու հնարավորություն չեն ունեցել։ Ում մեղքով։ Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի, որովհետեւ մինչեւ իրանց իշխանության գալը մենք այդ հնարավորությունը ունեցել ենք։ Հիմա ինքը եկել է եւ մեզ զրկել է այդ հնարավորությունից ու իրան սուրբ հավատացյալի տեղ դրած հիմա Երևանի եկեղեցիներ է գնում։ Մի ժամանակ Արցախի եկեղեցիներ չէ գնում։ Ինքը գնացել է, չէ՞ Արցախի եկեղեցիներ։ Հիմա հետո գնա։ Հիմա եթե իր մեղքով մեր վանքերը դատարկվել են, պղծվում են մեր սրբավայրերը եւ մեր Արցախը ամբողջության մեջ նաեւ իր վանքերով, տաճարներով հայտնվել է գերության մեջ։ Մենք պիտի մոռանանք դրա մասին։ Ոչ, հակառակ ավելի մեծ սրտացավություն, հոգատարություն պետք է ունենանք այդ ամենի նկատմամբ։ Եվ փառք Աստծո, որ Վեհապար Հայրապետը որպես բացի որպես եկեղեցապետ, մեր հոգևոր առաջնորդ, նաև որպես հայրենասեր եւ հայրենատեր մարդ, այդպես է մտածում։ Եվ դա ոչ թե պատերազմի մասին է, այլ ճիշտ հակառակը։ Հակառակ դեպքում մենք կորստենք նաև Հայաստանի մյուս եկեղեցիները, վանքերը։ Ինչա Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մտածում է, որ իրանց ներելի է այն մեղքեր, այն հանցանքները, որոնք նրանք գործել են մեր պետության, մեր ժողովրդի, մեր եկեղեցու դեմ։ Բայց դրա համար էլ հիմա իրենց ծրագրում գրել են, ասում են շարունակելու ենք մեր պայքարը։ Հաջողություն արձանագրել են իրենց համար Արցախում։ Հիմա էլ ուզում են հաջողությունները շարունակեն մյուս հատվածներում։ Որտեղ իրենց գործունեության հետևանքը Արցախում փակված քիչ առաջ ինչ է ասում։ Եթե նրանց մարդիկ ընտրեն, եկող տարի Հայաստանի եկեղեցիների դռները փակ են լինելու։ Ես դա ոչ թե ենթադրություն եմ անում, այլ հաստատված փաստ, որովհետև Արցախի եկեղեցիների դռները փակ են։
3 տարի առաջ դեռևս այս օրը Արցախում մարդիկ եկեղեցի գնացել են 2023 թվին թեկուզ շրջափակման մեջ ապրիլ ամսին 23 թվի դեռևս Արցախում մարդիկ եկեղեցի գնացել են, չէ՞։ Հիմա չեն կարող։ Դե մենք ասում ենք, գիտեք ինչ, առաջիկայում հələ 5 տարի ժամանակ կա։ Ինչ իշխանություն տվեք, որ ես ձեզ համար նոր պատերազմ, նոր արհավիրք, նոր կորուստներ բերեմ, եւ ձեզ այս մի եկեղեցիներ գնալու հնարավորությունից էլ զրկեմ։ Այդ է իր գործունեությունը։ Եվ ես ներքին վստահություն ու համոզմունք ունեմ, որ դա իրեն այլևս ոչ ոք այդ հնարավորությունը չի տալու։ Պարոն Ղազարյան, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտության եւ քաղաքական ճկունության մաստեր կլաս ցույց տվեց։ Նա Պուտինին ասում էր. մենք քանի հնարավոր է Եվրամիության հետ հարաբերվել, մենք կհարաբերվենք։ Բայց երբ որ արդեն ավելի ճիշտ այսպես ասած, քանի հնարավոր է ԵԱՏՄ-ում մնալ եւ դրա զուգահեռ Եվրամիության հետ հարաբերվել, մենք դա կանենք։ Երբ որ պահը գա, էլ արդեն հնարավոր չլինի, մեր ժողովուրդը որոշում կկայացնի։ Այսինքն փաստացի ասում է, քանի թույլ եք տալիս, մենք համ կանենք, երբ որ թույլ չտաք, արդեն ժողովուրդն է որոշում, խոմ ես չեմ։ Դա իհարկե ձեր հարցից հասկացա, որ դիվանագիտական մաստեր կլասի մասին խոսելը դա արդեն իր մեջ հեգնանք էր պարունակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը եւ դիվանագիտությունը մի կողմից, Նիկոլ Փաշինյանը ու մաստեր կլասը մյուս կողմից իրար հետ երբեք որևէ առնչություն չեն ունեցել եւ չեն կարող ունենան, առավել եւս որ 2020 թվականի Հանրաքվեի քարոզարշավի շրջանում ինքը դիվանագիտության մասին իր պատկերացումները արտահայտել է Վայք քաղաքում ունեցած իր ելույթում եւ պարզում է, որ ինքը դիվանագիտությունը պատկերացնում է որպես կոշիկ լիզելու գործընթաց, որ երբ որ տեսնում են օտար անձնագրով մարդկանց, ապա լիզում են դրա կոշիկները։ Դա իր պատկերացումներն էր դիվանագիտության վերաբերյալ։ Իհարկե մենք բարեբախտաբար չունենք կադրեր, որ ինքը դիվանագիտական հանդիպումների ժամանակ կոշիկներ է լիզում, բայց նրա հանդիպումների հետևանքները հուշում են, որ տենց հիմնավոր կասկած են առաջացնում, որ այդ գործընթացը այնուամենայնիվ տեղի ունեցել է։ Օրինակ Ալիևի հետ, Թրամփի հետ, Էրդողանի հետ, նաև Պուտինի հետ հանդիպումներում միգուցե այլ, այսինքն միգուցե օպերատորները կամ արողակարգի աշխատողները կադրերը չեն ֆիքսում եւ տարածում տեղեկություններ, լուսանկարներ, տեսանյութեր, բայց ամենայն հավանականությամբ դա լինում է։ Իսկ ինչ վերաբերվում է այդ իր մոտեցմանը, որ մենք քանի հնարավոր է ԵԱՏՄ-ում մնանք, ընդ համադրում ենք, տենց հնարավորություն ես ոնց որ հասկացա այլևս չկա, որովհետև Ռուսաստանի նախագահը, եթե հիշում եք, իր ելույթում ասաց, որ Հայաստան թե եվրոպական եւ ԵՄ թե ԵԱՏՄ ընտրությունը դա Հայաստանի սուվերեն ցանկությունն է, կամքն է, բայց դա անհամատեղելի կառույցներ են որպես երկու տարբեր մաքսային միություններ իրենց բնույթով, բացի դրանից չմոռանանք, որ հատկապես հիմա Եվրոպական միությունը աննախադեպ ծավալի պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն այդ պահին դրանք ոչ միայն անհամատեղելի, այլև հակադիր կառույցներ են։ Եվ Պուտինը նաև ասաց, որ եթե այնուամենայնիվ Հայաստանի ընտրությունը Եվրոպական միության ուղղությամբ է, ապա պետք է ժամանակին պատշաճ ժամկետներում տեղեկացնել ԵԱՏՄ անդամ մյուս գործընկերներին։ Իսկ հիմա արդեն կարելի է ասել, որ Հայաստանը արդեն այդ որոշումը կայացրել է, որովհետև ազգային ժողովի կողմից ընդունված այդ մեկ նախադասությունից կազմված օրենքը հենց դրա մասին է, ընդ որում այդ օրենքը ընդունվել է ազգային ժողովի միայն քաղաքացիական պայմանագիր խմբավորման կողմից։
Այսինքն մյուս ընդդիմադիր խմբակցություններից մեկը դեմ է քվեարկել, մյուսը չի մասնակցել քվեարկությանը։ Քննարկումը եւ ընդունում եղել է միայն քաղաքացիական պայմանագիր խմբավորման կողմից, որի փաստացի քաղաքական առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն իրենք եթե նման նպատակադրում են արել, ընդ որում ասեմ ձեզ, այդ օրենքի ընդունումը հակասում է նաեւ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված ազգային անվտանգության ռազմավարությանը եւ կառավարության գործունեության ծրագրին, որը հավանության արժանացել ազգային ժողովի կողմից։ Դեռ կառավարության գործունեության ծրագրում Եվրոպական միության անդամակցելու, անդամակցության գործընթաց սկսելու նպատակներ չկան։ Նույնը վերաբերում է ազգային անվտանգության ռազմավարությանը։ Հիմա եթե նրանք հակադրվելով իրենց իսկ կողմից հռչակված պետական քաղաքականության հայեցակարգերի կայացնում են նման որոշում, արդեն իսկ ազդարարում է, որ իրենք գնում են այդ ճանապարհով։ Հետևաբար իրենք փաստացի որոշում ունեն ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Եվ Փաշինյանի վերադարձից անմիջապես հետո քաղաքացիական պայմանագիր խմբավորման համաժողովի ժամանակ շատ վստահ այդ մասին հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որ եթե Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, իրենք առհասարակ դուրս կգան ԵԱՏՄ-ի կազմից։ Այսինքն նրանք արդեն իսկ կայացրել են այդ որոշումը, ուղղակի ԵԱՏՄ մեր գործընկերները առայժմ հանդուրժում են սրանց գոյությունը ԵԱՏՄ-ի կազմում, հավանաբար նաև ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի եւ այդ արկածախ ընտրությունից Հայաստանում կգա նոր իշխանություն առաջիկա ամիսներին, իսկ դրան քիչ ժամանակ է մնացել, այսինքն սրանց պաշտոնավարմանը ստերության քիչ ժամանակ է մնացել, որովհետեւ կա հասարակական տրամադրությունների մեջ որոշակի վստահություն, որ մենք մի քանի ամիս հետո ունենալու ենք նոր վարչապետ, որի անունը կլինի ոչ թե Նիկոլ Փաշինյան, այլ Սամվել Կարապետյան։ Եվ բարձր որ Սամվել Կարապետյանի կառավարությունը արկածախ ընտրությունների չի գնալու եւ նա վարելու է խելամիտ, հավասարակշռված դիվանագիտություն, ընդ որում ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլ հենց Եվրոպական միության հետ հարաբերություններում։ Մենք Եվրոպական միությունը մեզ լավագույն գործընկերներից մեկն է եւ մենք ինստիտուցիոնալ հիմք ունենք Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնելու ՍԵՊԱ-ի համաձայնագրի շրջանակներում, որի իրագործումը արդեն իսկ մեծ հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ հարաբերություններում, այսինքն իրենք փաստացի ստանալով ընդ որում ՍԵՊԱ-ի համաձայնագիրը դեռ նախորդ իշխանությունների, դա ստորագրվել է մեր հեռուստադիտողները, որպեսզի թարմացնենք նրանց հիշողությունները 2017 թվականի նոյեմբերի 24-ին, այսինքն Ադրբեջանը թուրքական հեղափոխությունից մի քանի ամիս առաջ, դա մոտ 2000 էջանոց փաստաթուղթ է, որտեղ համագործակցություն են նախատեսում Հայաստանի եւ Եվրոպական միության միջև հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Իրենք այդ համաձայնագրի իրագործման ուղղությամբ ոչ մի ջանք չեն գործադրել, բայց քաղաքական խնդիր են դրել Եվրոպական միության անդամակցելու։ Այդ հիմա որ այդքան խոսում են, չէ՞, վիզաների ազատականացում։ Այդ վիզաների ազատականացման մասին այդ ՍԵՊԱ-ի համաձայնագրում վաղուց գրած է։ 8 տարի նրանք ոչ մի քայլ չեն արել այդ ուղղությամբ, որպեսզի մենք, այսինքն եթե ռեալ աշխատանք տանեին, այսօր մենք Եվրոպական միության երկրներ, Շենգեն երկրներ պետք է արդեն գնայինք առանց վիզայի։ Այդ ուղղությամբ ինքը ոչ մի քայլ չի արել, հակառակը։ Դեսպանատները մի զգալի մասը վիզա տրամադրում են գործընթացը վիզա կենտրոնների միջոցով, հերթագրվելու համար մարդկանցից ամիսներ է պահանջվում, չեմ ասում քանի օրեր են սպասում, որ մենակ հարցազրույցի գնալու փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն ստանան։ Մեծ մասը հայտերի մերժվում է, վիզայի տուրքերի գումարը բարձրացել է, բողոքարկման գումարը բարձրացել է։ Եվրոպական միության մի շարք ծրագրեր դադարեցվել են, ասենք օրինակ GSP+ ծրագիրը, որը որ հնարավորություն էր տալի հայկական ապրանքները մոտ 7000 ապրանք Եվրոպական միություն արտահանել առանց մաքսատուրք վճարելու։ Էվրազոս
Mundus Plus ծրագիրը, որը հնարավորություն էր տալի մեր երիտասարդներին համալսարանական տարիքի կրթություն ստանային ակադեմիական փոխանակման շրջանակներում, Եվրոպական միության համալսարաններում։ Այդ ծրագիրն էլ դադարեցվել։ Իրական գետնի վրա հարաբերությունները դադարեցվել է, քաղաքական լոզունգներն ամենակ ավելացել։ Եվրոպական պարլամենտում ելույթներն ավելացել։ Հեսա եվրոպական երկրների ղեկավարները կգան Հայաստան։ Տենց խոսալու գործերը շատացել է, բայց իրական քաղաքականություն չի իրականացվում։ Իսկ նոր կառավարությունը հետևողական կլինի, որպեսզի եւ սեպայի դրույթները կյանքի կոչվեն եւ նաեւ ԵԱՏՄ շրջանակներում մեր հարաբերությունները զարգանան։ Մեր ժողովրդի, մեր պետությանը հերո պահելով ամեն տեսակ արկածախնդրությունից, հակառակը ստեղծելով հրաշալի պայմաններ անվտանգային համակարգի զարգացման համար, տնտեսության զարգացման համար եւ այլն։ Պարոն Ղազարյան, Պուտինը իր խոսքում անդրադարձավ նաև ոչ ուղղակիորեն, բայց ենթադրում եմ, որ Սամվել Կարապետյանին դա եւս վերաբերում էր, խոսքը Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձանց մասին է, ովքեր անազատության մեջ են գտնվում, եւ Պուտինը ասաց, որ նրանք պետք է քաղաքական process-ներին մասնակցելու հնարավորություն ստանան։ Սա ձեր կարծիքով Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունն էր, թե Սամվել Կարապետյանը իր խողովակներով դիմել է Պուտինին որոշակի աջակցության խոսքի համար։ Ես չեմ կարծում, նման բան գործնականում բացառում եմ եւ առհասարակ բացառում եմ, որ որևէ մեկը, որևէ մի քաղաքացի գործիչ հնարավորություն ունի ազդելու Ռուսաստանի ամենաբարձր մակարդակում կայացվող քաղաքական որոշումների հայտարարությունների վրա։ Դա ակնհայտ Ռուսաստանի նախագահի դիրքորոշումն է, որը նաև օրինական ու տրամաբանական է այն իմաստով, որ առհասարակ պիտի բոլոր քաղաքացիները ընտրություններին մասնակցելու ազատ հնարավորություն ունենան եւ որևէ մեկի նկատմամբ արհեստական ապօրինի խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։ Ռուսաստանի նախագահը պարզապես ընդգծում է իր անհանգստությունը հատկապես այն մարդկանց, այն գործիչների նկատմամբ, ովքեր ունեն նաև Ռուսաստանի քաղաքացիություն, այսինքն տրամաբանորեն նա պաշտպանում է իր քաղաքացիների իրավունքները, բայց դա ընդհանուր կանոն է, որ պետք է բոլորին վերաբերվի եւ այնտեղ անհատականացված չի այդ մոտեցումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դրան արձագանքում է շատ պրիմիտիվ մակերեսային իր դատողություններով եւ փորձում է Ռուսաստանի նախագահին Հայաստանի սահմանադրության եւ օրենքներից պարզաբանումներ տալ, որ Հայաստանում падգամավորի կամ վարչապետի տեխնազու կարող են լինել միայն Հայաստանի քաղաքացիները։ Ռուսաստանի նախագահը չէ, ես լսել եմ այդ խոսքը, նա չի ասում, որ փոխեք ձեր սահմանադրությունը կամ խախտեք ձեր սահմանադրությունը։ Նա ասում է ընտրություններին մասնակցելու հավասար պայմաններ պետք է ստեղծվի։ Իսկ ընտրություններին մասնակցելը ոչ միայն տեխնացու առաջադրվելով է դրսևորվում, այլ օրինակ նաև ընտրողների հետ հանդիպելու հնարավորություններով ալնում, քարոզչությանը մասնակցելու։ Իսկ դրա համար, այսինքն նախընտրական քարոզչություն Հայաստանի քաղաքացիները անկախ դրանից իրենք երկրորդ, երրորդ քաղաքացիություն ունեն թե ոչ, եթե դրանք Հայաստանի քաղաքացի են, իրավունք ունեն Հայաստանում դառնալ կուսակցության նախագահ, իսկ Սամվել Կարապետյանը Հայաստանում ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն է, նա պետք է ազատ հնարավորություն ունենա մասնակցելու ընտրություններին։ Իսկ ընտրություններից եմ ասում, ընտրությունների մասնակցել չի նշանակում լինել падգամավորի տեխնացու։ Ուժեղ Հայաստան կուսակցությունում կարող է լինեն բազմաթիվ այլ մարդիկ, որոնք Հայաստանի միայն Հայաստանի քաղաքացի են, բայց падգամավորի տեխնացու չառաջադրվեն։ Դա չի նշանակում, որ իրանք ընտրություններին չեն մասնակցելու։ Իրանք ընտրություններին մասնակցելու են քարոզչության միջոցով։ Իսկ հիմա մասնավորապես Սամվել Կարապետյանը մասնակցության հավասար պայմաններից զրկված է, ընդ որում զրկված է ապօրինի, սա էլ է շատ կարևոր։ Իսկ իմանաս մարդը հանցանք է գործել, պատասխանատվության է ենթարկում, դրա նկատմամբ էլի կարելի է, չէ՞, հանդուրժ ժողովրդից հիմա ինչ անես, մարդը էլի հանցանք է գործել։ Բայց երբ որ մենք գործ ունենք ակնհայտ ազնիվ, ոչ մի հանցանք չգործած, այլ հակառակը իր ժողովրդին տասնամյակներ շարունակ անգնահատելի ծառայություններ մատուցած մարդու հետ։
Եվ նա ապօրինի գտնվում անազատության մեջ եւ զրկված ընտրություններին լիարժեք մասնակցելու հնարավորություն, խոսքը դրան է վերաբերում։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի մոտեցումից հավասար պայմաններ ստեղծվի, իսկ պարզ է, չէ՞ որ Սամվել կոնկրետ օրինակ Սամվել Կարապետյանի նկատմամբ ինչ-որ ամեն շտրական վերաբերմունք, գիտի չէ՞ ումից է վախենում։ Որովհետև այսօր Սամվել Կարապետյանը ակնհայտ իշխանության գալու ամենամեծ հնարավորություններ ունեցող քաղաքական գործիչն է։ Հələ պաշտոնական քարոզարշավ չի մեկնարկել։ Արդեն 7 քաղաքական ուժեր պաշտոնական հայտարարություններ են արել, որով աջակցում են Սամվել Կարապետյանի շուրջ միավորվելու գաղափարին։ Հենց ուժեղ Հայաստան կուսակցությունը, նոր դարաշրջան կուսակցությունը, միավորված հայեր կուսակցությունը դաշինք են ստեղծել այդ երեքով։ Արդեն մենք ունենք պաշտոնական հայտարարություններ այս պահի դրությամբ։ Հժամ կուսակցությունից, Ազատություն կուսակցությունից, որի առաջնորդ Հրանտ Բագրատյանն է, Կայունություն կուսակցությունից, Ժառանգություն կուսակցությունից, որի առաջնորդը Ռաֆի Հովհաննիսյանն է։ Ես ինչի եմ որոշ գործիչներ առանձնացնում, որովհետև նրանք ազդեցիկ գործիչներ են։ Ռաֆի Հովհաննիսյանը եղել է հանրապետության նախագահի տեխնացու եւ մեծ թվով ձայներ է ստացել, որ նախագահի տեխնացու է եղել։ Եվ մենք աջակցում է Սամվել Կարապետյանին անվերապահորեն։ Ես չեմ ասում, որ կան քաղաքական կուսակցություններ, որոնք կոնկրետ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքին աջակցելու կոնկրետ հայտարարություն դեռ չեն արել, բայց հայտարարել են, որ իրանք ընտրություններին չեն մասնակցելու եւ կոչ են արել իրանք ընտրողներին քվեարկել ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի օգտին, ենթադրվում է նաեւ ուժեղ Հայաստանի օգտին, Սամվել Կարապետյանի դաշինքի օգտին։ Օրինակ, այդպիսին է հայրենիք կուսակցությունը, հանրապետական կուսակցությունը վերջերս նման հայտարարություն Հիմա Նիկոլ Փաշինյանը դա տեսնում է, եթե մենք բոլորս դա տեսնում ենք, ինքն էլ է տեսնում, չէ՞։ Եվ խտրական ապօրինի փորձում այդ ձևով անհավասար պայմաններ ստեղծի։ Ընտրություններն դուք որևէ Բայց անգամ այդ պայմաններում մասնակցել եք։ Այսօր լրիվ ուրիշ իրավիճակ է, ասենք օրորի Սամվել Կարապետյանի հեղինակությունը բարձրանում է, իրան իջնում է։ Տեսեք, 7 քաղաքական կուսակցության անուն թվարկեցի, որ ուղիղ աջակցություն են ցուցաբերում Սամվել Կարապետյանի դաշինքին։ ԿՊ-ից բացի երկրորդին կարա՞ք ասեք, որ իրենց աջակցում է։ Երևի հանրապետություն։ Նա կուսակցության կարա՞ք ասեք, որ հայտարարացել է, որ իրանք առաջիկա ընտրություններին պաշտպանում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Կամ դրանց հետ դաշինք են կազմում։ Դրանց բանակայում ճիշտ հակառակն է։ Անկում, մերժում, հələ 18 թվին ինչ էր կատարվում հիմա։ Պարոն Ղազարյան, նաև վերջին հարցին անդրադառնամ։ Հիմա իր դեմ ռադիկալ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալի։ Ալեն Սիմոնյանը ԿՊ ցուցակի տասնյակում չէ, ձեր կողմից շատ սիրված պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը կարծեմ 54-րդն էր, ձեր կողմից ընդհանրապես շատ ավելի սիրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 140-րդն է ցուցակում։ Կարող է մարդիկ գնան գործադիր, թե Նիկոլ Փաշինյանը, ավելի ճիշտ պլանավորի Նիկոլ Փաշինյանը, որ գնան գործադիր, թե ուղղակի դուրս է թողնում խորհրդարանից։ Գիտեք ինչ, ԿՊ-ի ցուցակը արդեն այնպես ցուցակ է, որ կապ չունի թե դու որ համարն է։ Մեկա չէր անցնելու էլի։ Դե որպես ընդդիմություն։ Չէ, ընդդիմություն Սիմոնյան ջան, բայց եթե նրա Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ լավ։ Այնտեղ պարեկներ է պետք է կանգնացնել դռան մոտ, որ այդ հերթը կարգավորի, դրանք միանգամից չկան լսվեն մյուս կուսակցությունները։ ԿՊ-ում դու կարծում եք մարդ է մնալու։ Ինչ ընդդիմություն։ Ինչ կապ ունի դրանք հիմա որ համարն են։ Դե իհարկե Գագիկ Մելքոնյանը, որ ասում եք, բանա չէ, ինքը քանի որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում թիկունքի, ՊՆ-ի թիկունքի գլխավոր վարչության պետն ել է, հետո թիկունքի գծով պաշտպանության փոխնախարար, իրան տարել են թիկունք։ Որ ասում են դու տիլի գագուն ես, դու գնա բան, թիկունքը, այն վերջի
շարքերը ամուր բարի էլի, դրա համար են հետ տարել, բայց ընդ մենք առաջի տասնյակը մա չեք կարծեմ մեր Ալխասը, Ալփին դրանք, այդ պատկերացնում ես դու դրանց վիճակը, երբ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, ինչ են դիմություն, մի ժամ հետո դրանք էլ պիտի մանգաս, որ գտնես դրանց, որ դուս պիտի գտնես, իսկ թե իրանց ներքին ցուցակներով ինչ վիճակ է, այդ իրանց բաներն էլ է էլի ցույց տալի, ասենք դու պատկերացնում ես խորհրդարանական երկրում ազգային ժողովի նախագահը, որը հիմա այս վիճակում ասենք վարչապետի հետ հիմնական ուտողն է, Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում ինչ կերել է հիմնականում կերել է Ալենի հետ, շատ քիչ բան կա, որ ասենք թե գնացել էր Փարիզում խնձոր էր ուտում, այն էլ Ալենն ընդ չէր որ ուտեր, պարզ է որ Ալենն ընդել էր անպայման ձեռը գցելու էր մի հատ խնձորը ինքը ուտեր, բայց ասենք Հայաստանում եթե Նիկոլ Փաշինյանը այսօր մի հատ հիմնականում էժան բաները, որովհետև Ալեն օրինակ պերաշկի ուտելու օրը Դվին հյուրանոցի ամենաթանկ ռեստորաններից մեկում, որ հաց է ուտում, $350,000 դրամի հաշիվ ինքն է փակում, պետք է ասել, $350,000 դրամի պերաշկի չի լի ուտել, շատ է, այդքանը չես կարող ուտես, պերաշկին 150 դրամ է, $350,000 չի լի ուտել, ինքը դες խավ, բայց ասենք էժան բաները Նիկոլի հետ են ուտում, ու մեկ է պարզում է, որ ինքը նույնիսկ իրանց սեփական թիմում հեղինակություն չունի, ազգային ժողովի նախագահ, ազգային ժողովի հաջորդ ընտրություններում, որ հիմիկվա ազգային ժողովի նախագահն է, պարզում է կարող ասկի պատգամավորը չէ, դուք ասում եք գործադիրը երբ հալում, երբ որ մեծամասնություն են լնում, կառավարություն են ձևավորի, ինչ գործադիր, գործադիրի հարց ընդհանրապես չկա, մնում է պատգամավորն էլ Իհարկե ես կարծում եմ, որ իրենք շեմը հաղթահարեն, որովհետև այդ վարչական ռեսուրս բան այդ ամեն ինչը ունեն, բայց շեմը հաղթահարելը քիչ է, եթե դրանք Նիկոլ Փաշինյանը նորից եմ կգնում, վարչապետ չեղավ, դե արի գնա Ալխաս գտի, Ալխաս, ուր ես Ալխաս, պատկերացնում ես Ալխաս մանգաս, մանդատ կդնի եսի որ կփախնենի, Ալփի Դավոյանի բռնել կտնել կլի, նույնը մյուսներին, էլ են Վահագ Մահագել չեմ ասում, Հետևենք պրոցեսներին, պարոն Ղազարյան ջան, շնորհակալ եմ այդ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։